Լևոն ձյա ինչա լինելու ռուսների հետ գազ փակելուն սեպտեմբերից հետո թե թանկացնելու ինչի սեպտեմբերից հետո եկուցվանից թանկացնելու Կրեմլը ահաբեկում է, կանդրադառնամ այս հարցին, կանդրադառնամ, ինչ է լինելու, եթե թանկանալու է, պետությունը փող է ճարելու, որ վրեկս թանկ չնստի։ Փաշինյանը ասել է, որ եթե թանկացնեն, մենք այնքան փող կունենանք, որ բանը դա մեզ թանկ չի լինի, սա պարացի մեջ բերեցի ես, իսկ մեկ ուրիշ առիթով ասել է, որ Հայաստանով գազատար է անցնելու, տրանզիտի համար Հայաստանին գազով են վճարելու, սա այլ խոսքով հետևյալն է, թե բլոտ խաղացողները գիտեն, էլի, հա, մենք քուանշ ենք ասում, որոշ տեղերում քրիս են ասում, հա, Վալոդիգի քուանշին, սապ քուանշ է տրվել, սրել են, էլի քուանշ ասել են, թե մինչև վերջ կարող ես գազտու լնայենք, էլի, հա, գազ արդեն փոխաբերական իմաստով, չանողն էլ իշու քուրակ է, Վալոդիգ, հիմի տավայ գազը փորձի թանկացնել, նայի ուն վրա է ավելի թանկ նստում այդ գազը, մի խոսքով, մոտավորապես սա է, ահաբեկչությունը, ես չգիտեմ ումի նկատի ուներ մեր ընկերը, որ հարցեր տվել մոռացավ էր հարց տվողը, հա, եթե նկատի ունի Վազգեն Բագրատ Գալստանյանին, որը մեղադրված է ահաբեկչության մեջ, պետական շահերը պաշտպանող մարմինը, տատախազությունը եւ իհարկե քննչական մարմինները իրենք են որոշում մարդու մեղադրյալի ազատության մեջ մնալը կխոչընդոտի գործի քննությանը, թե ոչ։ Եթե ուսումնասիրել են, քրքրել են, քննել են, գտել են, որ այլևս չի խոչընդոտի, ինչ պետք է հարցաքննել են, ինչ պետք է պարզել են, ինչքան վկա կա քրքրել են, իմացել են, բանի որ դուրս կա վկաների վրա այլևս չի կարող ազդել, գումարած, չի կարող փախնել, խուսափել բանից պատասխանատվությունից այդ դեպքում է, որ կարող են խափանման միջոցը փոխել, իհարկե կարող է դատարանը փոխել եւ հետո դատախազությունը բողոքարկել այդ որոշումը։ Աջապահյանի դեպքում խափանման միջոցներից մեկը չհեռանալու մասին բանը սահմանափակումը դեռ ուժի մեջ է։ Հա, ահա այսպես։ Ես չգիտեմ, օրինակ գործի մանրամասները չգիտեմ, եթե ես լինեի կասեի, որ նորմալ է, դե թող մի գնա տնային կալանքում նստի, էլի։ Ահաբեկչության կազմակերպման մեջ Աջապահյանը չի մեղադրվել, հա, մեղադրվել է բանը իր գործընկերը, հա, Տավուշի թեմի նախկին առաջնորդը, ահա այսքանը դրա հետ կապված։ Ազգային ժողովը արտահերթ նիստում օրենքներ է տանելու, երկու օրենք, մեկը ընդհանրապես պարապ մնալու շարքից է, պարապ մնալու էլի պրագմատիկ շահ չկա տեղ, արդյունավետ շահ չկա տեղ, մի քանի քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ որոշել են, որ ճիշտ կլինի Ալեն Սիմոնյաններ այդ մասին հայտարարում, ինքն էր երևի նախաձեռնողներից մեկը, հա, սիմվոլիկայի հետ կապված խորհրդանիշերի բոլոր համայնքների մուտքերի մոտ, քանի մուտք որ ունի այդ համայնքը, պետք է լինեն Հայաստանի դրոշները, ուրեմն տեղադրված, այսինքն բան է, համայնքապետարանները պարտավոր են լինելու, երևի թե համայնքապետարանները եւ ոչ թե տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը այդ դրոշները տեղադրել։ Այստեղ բուրըն ցանկությամբ ուզում եմ հարցնել, ուրիշ բան ու գործ չունեք, ինչ կա, չկա, տնեցիք լավ են։ Կասկած ունեք, հա, ինչ որ համայնք հայկական է, թե ինչ է, Հայաստանի մաս է, ինչ է, կարծում եք, որ դրանով հայրենասիրություն է դաստիարակվում, կրթվում։ Ես անկեղծ ասած ժողովուրդ ջան չեմ հասկանում սա։ Եկուս մյուս որ մեկն էլ կհայտնվի այնտեղ, կասի դրոշի կողքնել կերբը դրեք։ Հետո կգան կասեն այդ օրենքի մեջ ավելացրեք, որ զինանշանի կողքը համայնքի զինանշանն էլ պետք է տրվի, որոշ համայնքներ ունեն դրած։ Մեկ ուրիշը կգա կասի մի հատ էլ խաչ դրեք, էլ ինչ պետք է տրվի, տո Տիգրան Մեծի արձանը դրեք այնտեղ, ելով կա եւ այլն։ Իսկապես բան ու գործ չունեք, փաստորեն, հա, այսինքն այս կարգի պարապ կարելի է լինել, հա, որոշել եք, որ իսկ կարելի է որ հիմնը հնչի, հա, օրներքը հնչի քաղաքի մուտքի մոտ, միշտ հնչի, անընդհատ ֆռա։ Հիմի դրա եղածն ինչ է, երկու հատ դինամիկ եք տնում եւ ինչ է անունը, պլաստինք են խազում եք համապատասխան տեղում, հենց որ երկում բրծնում է բան, մարդ մեկ անգամ պիտ
չգիտեմ, մեռնի, ապրի եւ այլն, նորից գալիս է սկզբից, հա, մեր հայրենի, կազա։ Թող պատտվի ինչ է եղել, գիշեր, ցերեկ թող հնչի, մուտքի մոտ բնակավար ինչ է, շենքեր, բաներ, դպրոցներ, մանկապարտեզներ չկան, թող պատտվի այդ բանը։ Ուրիշ էլ ինչ կարող եք հորինել, էլ ինչ պարապությունը ինչով լցնեք, էլի այդտեղ։ Դուք ունեք ծարտ ընկեք, այ մարդ, գրեք որ բանը ամեն մուտքի մոտ պետք է լիքը ծարտ ընկվի։ Թփեր, ծաղիկներ, վարդեր, մեխակներ, վարդեր բերեն պարտեզից։ Բանը եւ երկրորդ նախագիծը, որը արդեն լուրջ բան է, այդտեղ քննադատելու բան չկա, 3 կանայք, 4 ներողություն ազգային ժողովից քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որով պիտի ընտրացուցակներում ընդգրկվող ընտրողների կազմը վերանայվի այսուհետ ընտրական իրավունքը չի խլվելու այդ մարդկանց ձեռքից իհարկե այսօր բանավեճ էր Երևանում Դաշնակցությունից Մարտկարկ Եղամանուկյանը Թակուին Ղազարյան Վարդինեն Գրիգորյան էլի մարդիկ կային այդ օրենքի նախագիծը որքանով է լավ որքանով է վատ հա եւ Եղամանուկյանը գնաց հասավ մեր սպորտսմեններին որոնք տարվա կեսից ավելին դրսում են ոնց իրենց հանում եք ընտրական ցուցակներից էս կոմենկոմ ինչ այդպես չէ այդպես չի լինելու ինչի մասին է նախագիծը մոտարապես են խղճուկ տարբերակն է այն մտքի ինչ էս հաղորդումների ժամանակ ասել են որպիսի դրսից գաստրոլորները չկան Հայաստանի անձնագիրը քաղաքացու անձնագիրը կրպաններում ունենալով ասեն որ մենք էլ ընտրելու իրավունք ունենք խճոնել Խանչալունի կամ Սվին հա մենք էլ պետք է ընտրենք մեզի կարևոր չէ այստեղ հետո ինչ կեղնի հեշտ մեր պետքը չէ ինչ կեղնի մենք կարևորն եկել ենք մեր աղբորին ընտրենք եւ վերադառնանք հա դրա դեմ առնելու համար հարկավոր էր վերջին 5 տարիների օրենքի մեջ գրվել որ վերջին 5 տարիների ընթացքում տարիներից յուրաքանչյուրում տարվա կեսից ավելին Հայաստանում գտնված մարդը քվեարկելու իրավունք ունենար այս նախագիծը սահմանում է միայն ընտրություններից առաջ ընկած 1 տարվա դեռ մի քանի օր էլ կա ընտրություններ հայտարարելու օրվանից առաջ ընկած արտահերթ հերթական տարբեր ժամկետներն էական չէ մի խոսքով էությունը այն է որ ընտրություններից 1 տարի առաջ ընկած ժամանակահատվածում 183 օրերի գոնե 183 օր Հայաստանում եղած լինելու դեպքում է որ ՀՀ քաղաքացին ընդգրկվում է ընտրողների ցուցակ չի զրկվում ընտրական իրավունքից այս մանիպուլյացիան ֆռացել է այսօր արդեն էլի մի քանի անգամ մտնում է ընտրողների ցուցակ փաստացի զրկվում է քվեարկելու իրավունքից այդ բանի ինչ է այդ ընտրության համար հա իհարկե մյուս վարկածը կառավարության կամ արդարադատության նախարարության մոտեցումն է թե վերջին 2 տարվա ընթացքում գոնե 366 օր Հայաստանում եղած մարդը ասենք այն մի տարին եղել է առաջի տարին երկրորդ տարին ընդհանրապես չի եղել մեկ էլ գալիս է քվեարկում գնում է սա այնքան էլ արդար միջոց չէ ծայրահեղ դեպքում կարող է լինել վերջին 2 տարիների ընթացքում բայց պայմանով որ յուրաքանչյուր տարվա ընթացքում տարվա կեսից ավելին Հայաստանում եղած լինի մարդը այս դեպքում ես կհասկանամ որ այդ մարդը իր կյանքը ճակատագիրը կապում է Հայաստանի Հանրապետության հետ Սա լավ բան է եւ վերապահումներ կան բնականաբար ովքեր հանրային ուրեմն ծառայության հանրային շահի կամ պետության հանձնարարությամբ պետության պատվերով ստիպված է եղել կամ թույլտվությամբ հատուկ աջակցությամբ ստիպված է եղել գտնվել արտերկրում ովքեր են այդ մարդիկ տեսփանատների աշխատողներն են հյուպատոսարանների աշխատողներն են առևտրային տարբեր պալատների որոնց պետությունը պատվիրակ է ուղարկում, հա, ուրեմն աշխատողներն են, ուսանողներն են, որոնք պետական դրամաշնորհներով կամ հատուկ թույլտվությամբ գնում են ուսանելու Դրանց մեջ կարող են լինել SSS լիգաներում խաղացող մարզիկները, ֆուտբոլիստները եւ այլն, էլի։ Հա, այն վայնասունը, թե վայ, այս մեր սպորտսմենին ինչու չեք թողնում, պարոն Ժողովուրդ ջան, այդ խուրդահարցեր են եւ կարգավորվող հարցեր են։ Լուծումը ինձ թվում է, որ արդար է, մեխանիզմը մշակման կարիք ունի եւ սա պիտի իհարկե կարգի բերվի հետո նոր ընդունվի, որպեսզի այլևս որևէ մեկի մտքով չանցնի տարիներով, տասնամյակներով գտնվի արտերկրում,
բանը Հայաստանի մասին լսի միայն Կրեմլի վայրահաճ տարածող բանով պրոպագանդիստների բարբաջանքից Կերան Հայաստանը կործանեցին ինտերնետի խողովակով 300,000 ադրբեջանցիներ են գալիս ստեղ եւ այլն ինչ ախմախություն ասեք էլի հա ու մեկ էլ ասեն բան վայ երտանք մեր աղբորն ընտրենք վերադառնանք ճանդամ այնտեղ մեզնից հետո թեգուս ախբերություն էլի հա թեգուս գաղութ ինչ ուզում է լինի էլի դա չպիտի լինի այո սա կարգավորման առարկա է իհարկե բուն կարգավորումը որի մասին խոսել եմ եւ շատ եմ ուզել չի եղել դա այն է որ Հայաստանը չունենա երկքաղաքացիության հնարավորություն այն ժամանակ լիքը մարդ փեշերը կշտած վազեցին չէ լավ բան է Քոչարյանը լավ բան է նախաձեռնել բերեք թող երկքաղաքացիություն այն վատ կեղնի երկու паспорт բաման հետևանքների մասին շատ քչերն էին մտածում եւ հաշվարկում ստիպված էինք լինում պրիմիտիվ օրինակներ բերել էլի բա որ հանգարց այդ երկքաղաքացու երկու երկրները իրար հետ պատերազմեն ու երկու երկրներն էլ այդ մարդուն զորակոչեն մեկին կնած կլինի հայրենասեր այն մյուսի զորակոչը մերժեց բնականաբար հա կլինի ինչ է անում տասալիկ դրանից բխած քրեական բոլոր հետևանքները չէ հասկացող շատ քչերը կային իհարկե հիմնական պատճառն էր որ Քոչարյանով է որ սահմանադրության նախագիծ բերի մտցնի այդ էլ ենք բացադրել ժամանակին սահմանադրության պահանջների խախտումով առաջադրվել նախագահի տեխնացու դառնալ նախագահ հետո էլ բերել սահմանադրության փոփոխություն ենել որին մասնակցել է 3-4% բռնել գրել են 66 67 65% չեմ հիշում արդեն ու կողացրեցին այդ երկքաղաքացիությունը իհարկե հիմա արդեն ուշ է ու բարդ է ու դժվար է երկքաղաքացիությունը վերացնել շատ բարդ բան է բայց գոնե այս տեսակ սահմանափակումներով կարելի կլինի ինտերվենցիոն ազդեցությունը օկուպացիոն սա օկուպացիոն ազդեցություն է զավթիչ ազդեցություն է բերենք զորքը քվեարկի գնանք կապ չունի ում օգտին են քվեարկում ժողովուրդ ջան կապ չունի բերենք կազմակերպենք կաշառքով ուրեմն չգիտեմ ինչով ավտոբուսով տրանսպորտով եւ այլն